Հասկացար իրավունք չունի այսքան տերև տա։ Ճուղ, շարք արմաշում չորացող ծիրանենիներն արդեն ոչ թե հատով, այլ հեկտարով են հաշվում։ Թեև տերևաթափ է ու հիվանդությունը տարվա այս շրջանում դժվար է նշմարվում, սակայն ամառվա ընթացքում արդեն իսկ կտրված ճյուղերը հիվանդության մասին են վկայում։ Ինձ ծավանոց ա եղել։ Ուղղակի ես չեմ կարող հասկանամ, սա գյուղնախարարությունից եկել են, բայց ոչ մեկը դրա բուժման ձևը չի ասում, ժողովուրդ, թեկուզ թանկ կամ էժան։ Այս դեղը նարեկ սերեսկեն փրկվում է։ Այգետերերը գյուղատնտեսներն այգետերերին, փոխադարձ մեղադրանքների հետևանքը 10 տարեկան ոչնչացող ծիրանենիներն են։ Այգետերերի ահազանգով Արմաշ այցելած մասնագետները լաբորատոր փորձաքննությունից հետո համոզվել են, հիվանդությունը կարանտինային չի կարելի համարել։ Ծառերի չորանալու առաջին դեպքերը նկատվել են դեռևս 2014-ի գարնանային ցրտահարությունից հետո։ Ցուրտը նպաստել է հիվանդությունների զարգացմանը, ծառը թուլացել է իր կենսունակությունը եւ կամաց հիվանդությունները կոպիտ ասած գլուխ են բարձրացրել, դրան էլ զուգորդել է, որ ոչ ագրոտեխնիկայի ճիշտ կիրառումը երկուսը մեկտեղ բերը հանգեցրել էր սրան։ Տվյալ տարածքում կարանտին վնասակար օրգանիզմներ չկան, չհայտնաբերեցին։ Խնդրի հանգուցալուծումը տեսանելի կլինի հաջորդ տարի, երբ այգետերերը վաղ գարնանից ծառերը կմշակեն գյուղատնտեսների առաջարկած մեթոդով։ Մասնագետները խորհուրդ են տալիս թույլ աճի դեպքում ծիրանենին նաև խորը էտել։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։